Պարոն Աղազարյան, այստեղ ներկայացված միջնորդագրում նշվում է, որ դուք 2023 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն Սլավիկ Պողոսյանը եւ Աշոտիկ Կամավոսյանը ազգային ժողովի վարչական շենքի մոտ Երևանի Սիրահարների այգում հանդիպել եք միմյանց, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել, որ կարողացել է հավաքել ընդհանուր 20,000 ԱՄՆ գումար, ուստի առաջարկել է ձեզ այն փոխանցել։ Իսկ դուք պայմանավորված մնացած գումարի մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Սակայն դուք առաջարկից վրդովել եք, նշել եք, որ իրենց նախնական պայմանավորվածությունը ձեռք բերվել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել եք ստանալ 20,000 ԱՄՆ գումարից։ Իհարկե, ստեղ խոսվեց, բայց ես կուզենամ, որ դուք ավելի հիմնավոր եւ մանրամասնություններով խոսեք այդ մասին։ Ստեղ նշվում է նախկին պայմանավորվածության համաձայն եւ արդյոք ձեր մեջ միջև նման խոսակցություն եղել է թե ոչ, այսինքն կուզենամ, որպեսզի մենք գնահատական տանք եւ կարծիքներ հնչեցնենք, մանրամասնեք այս 20,000 ԱՄՆ մասին, ըստ նախկին պայմանավորվածության իբրև եւ ձեր հանդիպման խոսակցության մասին։ Շնորհակալություն։ Սլավիկ Պողոսյանի հետ հանդիպան ժամանակ եւ այդ Աշոտի հետ հանդիպան ժամանակ, որի հետ հանդիպել եմ մի անգամ, որը Աշոտիկ Կամավոսյանը չի, այսինքն Սլավիկ Կարապետյանի աները չէր, լրիվ ուրիշ մարդ էր, երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն եւ հետեւաբար քանի որ չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, ես չէի կարող նաեւ կամ համաձայնություն տալ կամ հրաժարվել։ Ավելին Արերեսման ժամանակ արդեն Սլավիկ Պողոսյան, Սլավիկ ներողություն, Աշոտիկ Կամավոսյանին ես հարց տվեցի։ Ասեցի Աշոտ ջան, ենթադրենք դե դու այդ Աշոտն ես։ Դու ինձ $20,000 գումար առաջարկել ես։ Արերեսման ժամանակ ինքը ասաց, որ ոչ։ Ինքը այդ գումարը տվել է Սլավիկին։ Այսինքն ես այդ կապ չեմ ունեցել։ Երբ որ նայում ենք այն հանգամանքին, թե ինչու Աշոտիկ Կամավոսյանը ասում է, որ Սևանում երեքով ենք հանդիպել։ Այն դեպքում, երբ որ Սլավիկ Պողոսյանը եւ ես ասում ենք, որ երկուսով ենք հանդիպել, եւ այստեղ այդ ալեհավաքի պատմությունն է, որ քանի որ նույն ալեհավաքի տակ ենք, ապա իմ ասածը անարժանահավատ է։ Ես նորից եմ կրկնում, նույն ալեհավաքի տակ կարող է 50 մարդ լինի տարբեր հեռավորություններով։ Եվ հետո գալիս է այն հանգամանքը, որ ես որ երբ որ մերժում եմ, հիմա իրաց մեջ ինչ խոսակցություն է լինում, ինչ չի լինում, դրանից 20 օր հետո այդ ներքին դիտման շրջանակներում այն Սլավիկ Կարապետյանը, Սլավիկ Պողոսյանը ասում ախպեր ինչ եղավ այդ գործը 20 օր հետո, այսինքն 20 օր անընդհատ ես իրանք բերել են 20,000, ես ասել եմ չէ, բերել են 20,000, ես ասել եմ չէ, թե միանգամից բերել են 100,000։ Անտրամաբանական է, չի ստացվում, չի կպնում իրար։ Այստեղ արդեն հարց առաջանում, որ այնտեղ ով ինչ դերակատարություն է ունեցել իրար մեջ։ Եվ նաև հատկանշական է, որ եւ այս վարույթը երկու կներեք, ես անմեղության կարգավորվածը չխախտեմ, շատ ծանր հանցակներով մեղադրվող մարդիկ իրար մեջ հարցեր են լուծում, քննարկում եւ ես դառնում եմ ֆիգուրանտ։ Ինձ գումար չի առաջարկվել, հետեւաբար ես ոչ հրաժարվել եմ, ոչ էլ համաձայնություն եմ տվել, եթե այդ առաջարկությունը չի եղել։ Ես տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ եմ, այս ընթացքում տասնյակ քաղաքացիների դիմել տարբեր հարցերով, որտեղ որ կարողացել ենք օգտակար ենք եղել, որտեղ որ չէ, օգտակար չենք եղել։ Ոչ մի տարօրինակ բան չկա, որ մարդ պատգամավորին դիմում են այս կամ այն հարցով։ Արձագանք։ Մենք կարող ենք արձանագրել, որ միջնորդության մեջ նշված այդ $20,000 մասին խոսակցություններ չի եղել, դուք շղթեցիք ձեր խոսքում, եւ երկրորդ հարցը արձագանքի տեսքով նշեցիք, որ երկու Աշոտ եւ Աշոտիկ է եղել։ Չէ, Աշոտ եւ Աշոտիկ եւ երկու Սլավիկ։ Արդյոք գլխավոր դատախազությունը կամ նախաքննական մարմինը գնահատական տվել է, որ դուք տարբեր մարդկանց մասին է խոսակցությունը, Աշոտիկ եւ արդյոք դուք առերեսվել եք ձեր մատնանշված մարդկանց հետ, թե ոչ։ Այսինքն այնքան խուճուճ է, որ ես հասկացա, որ երկու տարբեր անուններ, նույն անուններով տարբեր մարդկանց մասին է խոսքը, երկու դրվագներով քրեական վարույթում, եւ ձեր մատնանշված մարդկանց հետ
գնահատական տվել է, որ դուք այլ մարդու մասին եք խոսում, իրանք դատախազությունը կամ նախաքննական մարմին այլ մարդու հետ։ Ինչ գնահատական է տվել եւ նախաքննական մարմինի եւ ըսկող դատախազի մասով։ Դե առերեսման ժամանակ, որտեղ ես հանդիպեցի այդ Աշոտիկի, որ կյանքում առաջի անգամ էի տենում, ով Սլավիկ Կարապետյանի աներն է երևույթին, ինքը ես իրան հարց տվեցի, ասեցի, ենթադրեք դուք Աշոտն եք, այն որ ես հանդիպել եմ, ենթադրենք մի պահ։ Դուք ինձ 20,000 դոլար առաջարկել եք, ինքը ժխտեց, ասավ չէ, ես տվել եմ Սլավիկին։ Հիմա գնահատական, որևէ գնահատական ես չգիտեմ, տրվել է քննիչը, հետո տրվել է, թե չի տրվել, որտեղ դրանից հետո արդեն բան չի տեղի ունեցել, բայց ցանկացած քննիչ կարող հանգիստ այդ երկու բանը, այդ երկու փաստերը համատեղի, մի 2-3 փաստ եւ հասկանա թե ինչ է տեղի ունեցել, որը մենք կանենք մեր փաստաբանի հետ միասին։ Շնորհակալություն։ Պարոն Աղազարյան, ես արտահերթ հարց ուղղեմ ձեզ վարողի իրավունքով։ Երկու շատ բարձ հարց։ Դուք ասացիք, որ երկդաշինքի ղեկավարի պաշտոնից հրաժարական եք պահանջել պարոն վարչապետի այն ժամանակ, նաև ասացիք, որ Մարությանի դեմ միակ խոսացողն եք եղել վարչության նիստում, եւ ասացիք դրանք ես ճիշտ հասկացա, ուզում եք ասեք, որ դրանք պատճառ կարող են հանդիսանալ, որ դուք քաղաքական հետապնդման եք ենթարկվում Հիմա ուզում եմ հասկանալ, բա դրանից հետո 3 անգամ դուք պատգամավորական ցուցակում եք հայտնվել, ոնց ա եղել, որ դրանց պատճառով դուք ոնց որ մեկուսացման չեք ենթարկվել այն ժամանակ, 3 անգամ դուք ընտրվել եք ազգային ժողովի պատգամավոր այդ ձեր ասած դրվագներից հետո։ Եվ երկրորդ հարցը, ուզում եմ դուք այս հարցին պատասխանեք, շատ դրվագներից խոսեցիք, մանրամասնեցիք այս գործի հետ կապված, ուզում եմ դուք ասեք, դուք ուզում եք արդյոք պահպանել պատգամավորական անձեռնմխելիությունը, թե ուզում եք այդ անձեռնմխելիությունը դուրս բերվի եւ դուք գնաք եւ այդ ձեր ասած հարցերի վերաբերյալ արդար դատաքննության բոլոր գործիքակազմով մասնակիցը դառնաք։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցի հետ կապված, քանի որ ժամանակը չերիքից ես չկարողացա լավ հիմնավորումներ տալ, ես պարոն վարչապետի հետ ծանոթացել եմ 2012 թվականից երևի, ես շատ բարձր եմ գնահատել իր շատ արժանինքներ, շատ գծեր, շատ կարևորել եմ իր անձը եւ ես որոշում եմ կայացել նաեւ իր համաձայնությամբ, որ լինեմ այդ թիմում, բայց բոլորս էլ ունենք թերություններ, յուրաքանչյուրս էլ ունենք թերություններ եւ այդ թերությունները իրավիճակների համապատասխան զարգացման դեպքում մեկ զարգանում են, մեկ չեն զարգանում։ Նա պարոն վարչապետը ուներ թերություն։ Ինքը իրեն համարվել բացառիկ։ Շատ դեպքերում դե ամենք էլ ամբիցիոզ մարդիկ են, ես դե սարսափելի բան չէի նկատում, որովհետեւ պարոն Աշակյան դուք էլ դեր հետ միասին հնաբնակեցեք եւ դուք ավելի շուտվանից եք ճանաչում իր այն մյուս արժանինքները գերակշռում էին եւ ես մտածում եմ որ ժամանակի ընթացքում մենք բոլորս մեր դիտողություններով են համոզելով խոսալով այնպես կանենք որ ամեն ինչ նորմալ լինի բայց ժամանակը գնաց առաջ եւ իր մոտ այդ ամեն ինչը սրվեց, խորացավ, իր բացառիկության զգացողությունը ես արդեն զգացել եմ մոտ 1 տարի առաջ, արդեն ինքը գրեթե որևէ մեկին չէր լսում, այս եվրո քվերել օրինակ, ինքը որևէ մեկին չէր լսում եւ խաղաղության պայմանագրի հետ կապված ես տարբեր հարցեր եմ տվել, մասնավորապես եւ անկլավների հետ կապված եւ փախստականների հետ կապված, փախստականների վերադարձի հետ կապված ճիշտ է, մի ստացել եմ բացասական պատասխան, հիմա ես այն որ ասում է պատանեկան տարիքից ձեր հարցին պատասխան նաև մի հատ բան եմ հիշում թեթևակի բան որ ասում է եւ վերադարձնելով ձեր դիմանկարը ես ձեզանից սեր չեմ աղրսում հիմա ես պետքա դուք իմ նախին գործընկերները պետք է ինձ համարեն իրենց համար ինչքանով կամ ինչքանով չկամ դա ուրիշ հարց է իրենց համար շատ արմատական ընդդիմախոս եւ ես շատ ուրախ կլինեմ երջանիկ կլինեմ որ արդյունքում դառնամ քաղաքական բանկրոտ, այսինքն իմ անհանգստությունները տեղին չլինեն, այն որ ես ունեմ, նորից եմ ասում փախստականների վերադարձի գծով մասնավորապես, ես դառնամ քաղաքական բանկրոտ, բայց շահեմ որպես քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Դա իմ համար կլինի ամենալավը։ Կամ իմ այս դիրքորոշման հետ կապված, թող իմ նախին քաղաքական թիմը ավելի կուրանա, ավելի ուժեղանա, վարչապետը որոշ ճշգրտումներ մտնի իր աշխատանքոճում SMS-ներով աշխատանքից չազատի, ենթադրենք մարդկանց կուրանա թիմը
եւ այդ հարցերը լուծի։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հիմնական հարցին, թե ես կուզեմ այդպես լինի, թե չեմ ուզում, ես իմ հարցազրույցներում բազմաթիվ անգամ ասել եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից 1-2 հոգի են իրավաբան, ընդամենը մի քանի հոգի են իրավաբան, եւ հնարավոր չի, որ իրանք կարողանան խորությամբ գնահատական տալ եւ որոշում կայացնել, եւ հետեւաբար իրանք պետք է հնարավորություն տան դատախազին, որպեսզի իրականացնի արդարադատություն։ Բայց ես դեպք քվեարկեմ այդ դեպքությամբ։ Շնորհակալություն։ Այն առաջի հարցին ըստեյության չստացա պատասխան, պարոն Աղազարյան, որովհետեւ դուք 3 անգամ ցուցակում եք ընդգրկվել եւ հավատացնում եմ ձեզ, որ եթե ցանկություն չլիներ, որ դուք ցուցակում լինեք, դուք չէիք լինի այսինքն այդ Այն ժամանակ պարոն Արշակյան ես չընդուներ այդ ձեր արած հայտարարությունների եւ քայլերի համար, որոնք դուք թվարկեցիք, չէր լինի ուղղակի եւ որպես արձագանք ես ճիշտ եմ հասկանում, որ դուք հիմա ասում եք, որ դուք կարիքը չունեք այդ անձեռնմխելիության եւ մեզ հորդորում եք, որ մենք այդ անձեռնմխելիությունից ձեզ զրկենք, որպեսզի դուք գնաք եւ առերեսվեք այդ քննության։ Դες ճիշտ եմ հասկանում, խնդրում եմ այդ ուղիղ ասեք, որովհետեւ ձեր պատասխանից ես դա հասկացա։ Դե հիմա պարոն Արշակյան, պարոն Փաշինյանի հետ կապված դեր հարցադրումը, որ այս ժամանակ եթե այդպես երապա ես ոնց եմ հայտնվել ցուցակներում, դա բացատրում է նրանով, որ ես զրո չեմ եղել, ես ինձանից բան եմ ներկայացրել եւ իմ ընկերներին սիրել են եւ հարգել են եւ Փաշինյանը այդ ժամանակ հələ այդ Փաշինյանը չէր, որ միազնյա որոշումներ կայացնել, իհարկե ճնշում էր, բայց չէր կարող եւ հետեւաբար ինչ-որ ձևով ինքն էլ ինձ ես կարծում եմ, որ ընդունում էր, հարգում էր եւ հետեւաբար այդ պատճառներով նաեւ հայտնվել ցուցակներում, իհարկե ամեն անգամ ավելի հետ, բայց դե կապ չունի դա։ Հիմա ինչ վերաբերում է այդ անձեռնմխելիության հարցին, հիմա ես որևէ մեկից չեմ եղանավոր, բացարձակապես որևէ իմ գործընկերներից մեկից չեմ եղանավոր, որ իրանք կողմ քվեարկեն, բայց ես շատ երջանիկ կլինեմ, եթե ամեն մեկը քվեարկի իրապես համոզմունքի համաձայն։